Վաշինգտոնը բացատրություններ է սպասում Բուդապեշտից եւ Բաքվից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու եւ նրան հերոսացնելու համար։ Այսօր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ համագործակցության հուշագիր ստորագրելու ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը։ Մենք հետամուտ ենք երկկողմ շրջանակներում այդ պարզաբանումները Բաքվից եւ Բուդապեշտից ստանալու հարցում, բայց այս պահին չեմ կարող խոսել տրամադրված պարզաբանումների մասին, քանի որ երկխոսությունը դեռ ընթացքի մեջ է։ Շարունակելով դեսպանի խոսքը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշեց, որ թե իրավական եւ թե բարոյական տեսանկյունից Իլհամ Ալիևը իրավունք չուներ ներում շնորհելու իր մարդասպան հայրենակցին Ռամիլ Սաֆարովին։ Որևէ երկրի նախագահ իրավունք չունի եկուզ ներում շնորհելու անձին, որը դատապարտված է մի այլ երկրի դատավիճակով։ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խոսքերով շատ կոպիտ սխալ է թույլ տվել, խախտելով թե իր երկրի եւ թե միջազգային օրենսդրությունը։ Ցավում եմ, որ մոլորակի վրա կա մի ազգ, որի ներկայացուցիչը կարող է հերոսացվել միայն նրա համար, որ կացնահարում է քնած մարդ։ Աղվան Հովսեփյանը հիշեցրեց, ադրբեջանցի մարդասպանի դատավճռում նշված է, որ հանցագործությունը կատարվել է էթնիկ նպատակներով եւ Գուրգեն Մարգարյանի սպանությունը ուղղված չէր միայն հայ ազգի դեմ։ Այս քայլով Ադրբեջանը ոտնահարեց համազգային արդարադատության շահը։ Սուսաննա Պողոսյան, Հովսեփ Հովսեփյան, IPF։ Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանն այսօր շնորհավորեց հայ շախմատիստներին աշխարհի եռակի չեմպիոն դառնալու համար եւ խոստովանեց. Ամերիկյան թիմին ջախջախիչ պարտության մատնեցիք։ Ես ցավում եմ իմ թիմի համար, բայց հիմա շնորհավորում եմ Հայաստանին չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։